Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Որքան խորամանկ սդախոսներ կան կյանքի մեջ, որոնք միամիտները գխապեն իրենց տված սուտ խոստումներով։ Պատմեմ ձեզի հետևյալ արագը։ Օրմը արույցը աղվեսին գսե ինձի շուտով ջաշպեր եթե չպերես քեզ պիտի ուտեմ աղվեսը ամիջապես գերտա իշուն մոտ եւ իշուն հետևյալը գսե սիրելի էշ քեզի լավ լուր ունիմ արույցը գուզե քեզ թակավոր դարձնել հետվապար հետս եկուր արույցի մոտ որբեսի թակավոր դառնաս հիմար էշը աղվեսին խորամանկ աղվեսին հետ արույցի մոտ կերտա արույցը երբ էշը գտեսնե անմիջապես վրան գարցակի եւ անոր երկար ականջները գգդրե էշը ցևով մը կարողանա արույցին ցերքեն փախչիլ երբ կփախչի աղվեսը իդ մոդը գուքա որբեսի իդ իշուն վերադարձնե արույցի մոտ էշը գսե աղվեսին խապեցիր զիս արույցը վրաս հարցակեցավ զիս ուդելու աղվեսը գսե ինչ էշ թուրս կուդաս արույցը չուզեց քեզ ուդել այլ ուզեց քու ականջներդ գդրել որբեսի հանկիստ քու քրխուտ վրա թակը դեղատրե արույցը էշը գհավադա աղվեսին դված խոսքին եւ միասին դարձյալ արույցի մոտ կերտան երբ արույցը դարձյալ էշը գտեսնե այս անգամ գահարցակի ետևեն եւ անոր բոչը գգդրե էշը նորեն գահաճողի փախչիլ արույցին ցերքեն աղվեսը նորեն մոդը գերտա իշուն էշը գսե աղվեսին խապեցիր զիս ձուղագը ցկեցիր ահա դեսար երկրորդ անգամը լալով արույցը ուզեց զիս ուդել աղվեսը իշուն գսե էշ եղբայր նորեն էշ դուրս կուդաս արույցը չուզեց քեզ ուդել այլ բոչդ գդրեց որբեսի հանկիստ նստիս թակավորական կահին վրա հետևաբար հետս եկուր որովհետև արույցը գուզե քեզ թակավոր դարձնել էշը դժբախտաբար գավադա խորամանկ աղվեսի խոսքին եւ երբ կերտա արույցի մոտ այս անգամ արույցը գահաճողի հարցագիլ եւ խեղտել փզգդել էշը արույցը կող գմնա աղվեսեն եւ գսե շատ կող մնացի որ ինձի ջաշպերիր արդ հիմա առ այս էշը մորտազերձրե ուղեղը թոքը լիարդը եւ սիրտը ինձի պերվոր ուտեմ աղվեսը ամիջապես կառնե էշը մորտազերծ կնե անոր ուղեղը ինք կուդե թոքը սիրտը եւ լիարդը գդանի արույցին արույցը երբ կտեսնե այդ երեքը թոքը լիարդը սիրտը բայց ուղեղը չգա խիստ կփարգանա աղվեսի վրա եւ գսե ուր է ուղեղը եւ աղվեսը գսե արույց արքա ողջ մնացիր բայց էշը ուղեղ չուներ եթե ուղեղ ունենար երեք անգամ քու մոդը չեր կար եւ արույցը խապելով աղվեսեն գսե իրավունք ունիս ճիշտ ասիր եթե էշը ուղեղ ունենար իմ մոդս չեր կար ահա սիրելիներ դժբախտաբար միշտ ղեկավարները աշխարհի այդպես են խորամանկ աղվեսի պես են եւ հաջող ժողովուրդը այս բապության այս արագի իշու նման միամիտ են որ ամեն անգամ սուտ խոստումներեն ղեկավարներու դված սուտ խոստումներեն գխապվին եւ ամեն անգամ նույն այդ ղեկավարները գնդրեն որոնք ամեն օր իրենց կյանք կմաշեցնեն այսօր մեր կյանքի մեջ հաջող սիրելիներ եւ մեր ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներու մեջ ճշմարտություն է ասիկա
Նաև առօրյա կյանքի մեջ, ոչ միայն ղեկավարներով, այլ առօրյա կյանքի մեջ խորամանկ աղվեսներ կան, որոնք սուտ խոստումներով գորորեն մարդիկը։ Եթե իմ խոսքիս հետևից այսպես պիտի լա, այդպես պիտի լա, այսպեսի հաջողություններ պիտի գտնես, այսպես պիտի հարստանաս եւ դժբախտաբար միամիտներ կան, որոնք խապվելով իրենց կյանքը կգործընծնեն։ Աստված գզզվի սիրելներ սուտ շրթունքներեն։ Արագած գրքի մեջ 13-րդ գլխու 22-րդ համարի մեջ կգարտանք, որ սուտ շրթունքը դիրոջ զզվելի է, բայց հավատարմություն ընողները անոր հաճելի են։ Աստված գզզվի սուտ խոստումներեն եւ Աստված սիրելիներ նույնիսկ գցկե որ երգիրներ ավերվին, ժողովուրդներ թափարական դառնան, երբ իրարու հանդեպ սուտ խոսին։ Երուսաղեմը պատմության ընթացքին ավերվեցավ քանի անգամներ, որովհետև սուտ խոսեցան հրյաներ իրարու հանդեպ։ Այսօր դժբախտաբար մեր երկիրը այդ վիճակի մեջն է։ Եվ Աստված Երեմիա մարգարեին բերնով գսե 9-րդ գլխու պիտի գարտամ նախ ցեզի 4 եւ 5 համարները, գսե Աստված ամեն մարդ թող իր ընկերեն ըզգուշանա, փնավ եղբորը մի աբավինիկ, խոսքը անշուշտ սուտ խապեպա եղբայրներու մասին է, եղբայր եղբորտեմ սուտ խոսի, թավաջան է, ձուղակ բորե, այդ օրերուն հասած ենք սիրելիներ, այդ օրերուն, եւ գսե Աստված, վասնզի ամեն եղբայր խապեություն կհնարե, եւ ամեն ընկեր փանսարգություն կնե, սատանայություն կնե, ու ամեն մարդ իր ընկերը կխապե, եւ ճշմարտություն չի խոսիր, անոնք իրենց լեզուները սուտ խոսելու վարժեցուցած են, անօրենություն ընելով գհոգնին, եւ նույն գլխու մեջ Երեմիա 9-րդ գլխու 8-րդ համարի մեջ դերը գսե անոնց լեզուն մահապեր նեդե նենքություն կխոսի Պերնովը իր ընկերին հետ խաղաղությամբ կխոսի, բայց սրդով անոր թարան ձուղակ կպատրաստե։ Եվ ադոր համար Աստված գսե պիտի գործանեմ, ամայի պիտի դարձնեմ Երուսաղեմը։ Սիրելիներ, եթե այսօր մենք շարունակենք իրարու հետ այդպես խոսիլ, խապեությամբ, եթե այսօր մեր ղեկավարները շարունակեն խապել մեր ազգը, որ անցնող 35 տարիներուն խապեցին, մեր ազգը պիտի ծրվի, ինչպես ծրվեցավ, մեր ազգը պիտի գործանի, արթնություն թող լասիգա բոլորիս համար, հաջախ նույնիսկ մարդիկ հումարի թիմաց, տարիներու ընթացքին, անցնող տարիներու ընթացքին, ընտրություններ գադարեցին եւ նույն ընտրեցին նույն մարդիկը, որոնք զիրենք շարունակ խապեցին։ Ասի արթնության գոչ է սիրելիներ, Պողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին գսե երկրորդ Դիմոթեոսի նամակի 3-րդ գլխու 10-րդ համարի մեջ, բայց չար ու խապեպա մարդիկ չարության մեջ պիտի հառաչանան մոլորեցնելով ու մոլորելով։ Ահա այդ ժամանակներու մեջն ենք սիրելիներ, չար ու խապեպա մարդիկ իրենց սուտ խոստումներով գմոլորին ու գմոլորեցնեն մարդիկը ու պիտի հառաչանան իրենց չարության մեջ։ Իմաստունը լանք, Աստուծո իմաստությունը խնդրենք, որ ամեն մարդ իմաստուն դառնա, երբ որ իմաստուն դառնանք, այն ադեն սուտ խոստումներեն չենք խապվիր։ Եվ ժողովուրդ, եւ սիրելի ասկագիցներ, ինչպես 118-րդ Սաղմոսը գսե 7 եւ 8 համարները, ավելի լավ է Աստուծո վստահիլ, քան թե մարդոց ղեկավարության։ Վստահենք Աստուծո, որտեւ Աստուծո վստահությամբ մենք իմաստություն ցերկ պիցկենք եւ պիտի կարողանանք մեր կյանքը իմաստությամբ ապրել։ Ըսկուշ եղեք խապեպա մարդոց խոստումներեն, որոնք կրնան ձեր կյանքը արժել։ Հետևաբար իմաստուն մարդոցպես ապրեցեք, Աստուծո վստահեցեք եւ իրարու հետալ սրբությամբ վարվեցեք, ճշմարտությունը խոսեցեք եւ ճշմարտությունը ցեզ պիտի փրկե։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։